մենք երջանկության իմիտացիա են անում։ Կան չէ ամուսիններ, որ մեր միջավայրերում գիտենք, որ իմիտացիոն ընտանիք են, ասենք առավոտը գրում են սիրելիս ծնունդդ շնորհավոր, բայց ասենք երևի մի տան մեջ մեկը սուրճ ա խմում, մյուսն էլ չգիտեմ, կոշիկներն ա սրբում։ Հիմա այս մարդիկ սենց իմիտացիա են անում, թե շատ երջանիկ, կենկճուր սրտիկներ են անում, ինչ-որ մեյմուն բաներ են անում, հաց են ուտում, փորձում են մեզ հավասարվել։ Նախ իրանք աղիք են իրանց ամեն ինչով հանդերձ, որովհետև դուք լավ եք հիշում, եկած օրվանից լավաշը 10 տակ էր անում մարդը ուտելու վրա այս մարդկանց մոտ հատուկ զգացմունքային բան կա, էլի, զգայարանները իդեալական աշխատում են։ Իրանք ոչ թե իմիտացիա են անում հասարակ մարդու ձեզ հավասարը հավասարի լինելու, դուք լավ եք հասկանում իրանք ինչ կարողություններ են դիզել եւ հավասարը հավասարի վարչապետը չի գոռա այն գյուղի բնակչի վրա, որ ասում է, ընդ որում իր ֆանատներ էլի, պարզա չէ, Փաշինյանին այսքան մոտ կանգնողը չի կարա չերաշխավորված լինի մարզպետի ու մնացածի եւ ոստիկանապետի համար։ Առնվազն կներեք ոչ ճիշտ հայրենի համար, ոչ ճիշտ բառի համար, առնվազն գարանտ ունեն, որ այդ մարդուց որևէ բան չի լինի, այո, եւ կանգնած է գյուղացին այսենց դեմ դիմաց ու ասում է, գիտես, ես ունեմ մանկապարտեզի հարց եւ չեմ կարողանում երեխային հեռուտանում։ Եղբայր, ասենց ինչը բերան ծռելով, ասենց մուննաթա գալի, ձայնը բարձրացնում, ընդ որում բոլորիդ խոսում է դույով։ Այ չգիտեմ ինչ, դու ով ես որ քաղաքացու է դույով ես խոսում, ով է քեզ այդ իրավունքը տվել, ընդ որում տեսար չէ, քանի տարիրանից մեծ, առնվազն մի 20 տարի մեծ մարդու, բայց տեսար ոնց էր գոռում, հա։ Գոռում է, ճվում է այս մարդկանց վրա, տո մեր իշխելքն ասա, որ պետք է 30 տարի չունենք բան մանկապարտեզ էլիպտի չունենանք, ես 6 կիլոմետր տանում եմ, այ հարիվ։ Դու նրան քերելով նիվա ես առել, ասենք տաքսու հարց ես լուծել, Բլեյանի մոտ ավտոբուսով տարել, բերել ես երևի քո երեխակին, ეხես գյուղացում բերես քո նման, ասենք մանիպուլյացիա անողի հետ ես համեմատում, կամ այդ մարդը ուրիշ ում պիտի ասի, եթե ոչ քեզ։ Դե արի մի ասա այդ դարմայեդներ, բա այդ ում պիտի ասի այդ մարդը, որ տղա ջան, խոսք ես տվել կամ խոսք չես տվել, իմ խնդիրը պիտի լուծես, որտեղ երեխաս անց հետո այդտեղ մանկապարտեզ, բա որտեղ երեխա տեղ մանկապարտեզ, առնվազն 10,000 հոգանոց բնակչությամբ խիտ թաղամասա մեր ծարավաղբերը, այդ ինչի մոտ մանկապարտեզ չունենք։ Այ բարադի, բա ինչ ենք մենք այդ երեխեքին տանում, չգիտեմ քանի կիլոմետր այս կողմ այն կողմ, այդ խցանումն էլ խեղդում, քաղաքի ավելացում, բա բեր ավտո մի հատ բան արա, կառուցի, քո Ավինյանը մեծ խոսում էր, եւ ընդհանրապես ուրիշ ումից պիտի ուզեն եթե ոչ քեզ, այսինքն քո բնական վիճակն է տա, քեզ նակտի ծափ տան, ոնց որ սխապս են տվել, այ քեզ բաները մարզպետեն ասել են, ախպեր լավ ալնելու, թող գան ծափ են տալու, պաչելու են, հետը նկարվելու են, սրտիկ մրտիկ են անելու, այդ խեղճ մարդիկ անմիջական են։ Այն մեկն էլ եկեղեցուց խոսեց, ասել, էդ դրան է ուզում անդրադառնալ, ասում է դու չես կարա։ Ասում դա, ասում կաթողիկոսը քո նախարարներից չի, հա, ասա։ Մի բնակիչ մոտենում է, ասում է, էլի ոնց հասկացա երաշխավորված էր այդ խեղճ մարդը, որովհետև էլի շատ մոտ էր Նիկոլին, բայց արանքում տես Միկին եկավ, տես ձեռի հետ մտավ արանքը, որ հանգարց դեբա չլինի, ձեռով չխփեն իրար։ Մոտեցավ, ասեց, լսեք, ասեց, պարոն վարչապետ ասեց, թե Նիկոլ չգիտեմ ինչ ասեց, լսեք, ասեց, ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ ձեր գործողությունները պիտի ձեր անձինը լինեն, չեն կարող պետությանը լինեն, դուք ինչի եք մտել այս դաշտ ու մեզ հրահրում, եւ ասեց դուք ասեց դա նախարար չի, որ դուք նախարար նշանակեք կամ ազատ եք, ում ուզեք նշանակեք, ասեց նա ձեր նշանակածը չի, դուք ինչ իրավունք ունեք օցիալ կաթողիկոսի նկատմամբ այդպիսի, լսի ասում է, էդի քո կարծիքն է, ես պետության երաշխավորածն եմ, ես պետություն եմ։ Ասում ես Հայաստանի Հանրապետությունն եմ։ Ես պետություն եմ։ Արա դու ով ես որ դու պետություն ելնես։ Քեզ քանի օքի է ձայն տվե։ Էդ էլ կասկածելի է, մի դուզգուն չդրեց էլի ինդիմությունը, մի հատ վեր վարանելը տեսնի այդ ովքեր են քո ձայն տվողները։ Բանակեն թերթիկները, որ սենց ցույց տալով մտնում են, վախեցած քրեարկում են։ Էդ է քո քրեարկումը։ Վրա 12 հոգի բերը գրանցել են արդեն, հա։ Գրառում արել է։ Բերել գրանցել են, հիմա էլ գիտես, չէ, այդ փուլերով ենք անցնում։ Մի հատ բանը վստահագիր բերեք Այդ ո՞նց դու ստուգեցիր։
Ես չեմ էլ մտածել, որ կարելի է իմ Լսի շատ պատահական է բացվել, դա կադրից դուրս հետո կպատմեմ։ Հիմա արդեն բոլորին կոչ եմ արել։ Ասում եմ, 12 հոգի բերը գրանցել են եւ ասեմ քեզ, ուրեմն ինչ պարզվեց, դա էլ մի խայտարակություն է։ 2025 թվականին էս մի ամիս, 2 ամիս առաջ սրանք կառավարության մի հատ որոշում են ընդունում, նայ, որ մարդը կարա on-line գրանցվի այնտեղ, որտեղ որ ինքը բնակություն ունի։ Հիմա նայ, այդ մարդը իբր թե Վարչակալացտանը ապրում է, ասենք X1-ը Աշոտիկը օրինակ, իր Աշոտիկը կամ Մարիամիկը ինչ որտեղ Վարչով ապրում է։ Եվ on-line գրանցվում է, ասենք իմ տան վրա կամ քո տան վրա։ Մենք մեր համար եկերստեղի մինիմնի ենք վարում, արդարության մարդիկ, բայց ասենք մեր տան վրա, ասենք on-line գրանցվում է 40 հոգի։ Ասում եմ, այդ ինչ հիմքով, ասում է թաղայինը գալիս, ասում է, որ այս մարդը ստեղ է ապրում, անձնագրայինին։ Այս սրանք էլ հավատում են թաղայինին, ասում են, դե թաղայինը ասել է, այս մարդուն գրանցել ենք։ Եվ եթե դու չմտնես elections.am, այո, եւ եթե դու չմտնես elections.am, ստուգես, տեսնես ձեր տան վրա արդյոք ձեր տնեցիք են, դու ես ու ձեր տնեցիք են, մեկը կարող է հայտնաբերես, որ ասենք մի 20 հոգի էլ գրանցել են, ասեն որ մանիպուլյացիաներ։ Բայց նա այդտեսի չեն ասում, ասում են դա քաղաքացու իրավունքն է, ասում են բա սեփականատերը իրավունք չունի։ Այսինքն վրա իրավունք ունի գրանցվի։ Բա քաղաքացին նամակ է ստանում, քաղաքացին տուգանք է ստանում, քաղաքացին չգիտեմ ինչ է ստանում։ Հա եկեղեցիա զավթում առաջնորդարան, բա բայց այդտեղ նայ մի հատ ուրիշ խնդիր կա։ Մեր տան 12 հոգու գրանցվածները իմ չէ, եղբորս տան 12 գրանցվածներից 5-ը ռուս էին։ Ասում ինչ հիմքով ասա եղա, ասում է թաղայինը բանից անձնագրայինից ինձ ասում են թաղայինը տվել է տվյալները, որ այս հասցեում այդ մի խումբ ռուսը ապրում են, իբր ես չգիտեմ, հնդիկ կբերեն կգրանցեն, հա։ Եվ այդ հիմքով մենք ասում եմ, ասենց մարդ չի ապրել այդ մարդկանցանը։ Քվեաթերթիկ են դառնալու էլի այս մարդիկ ժամանակով։ Այս ամենը դառնալու է քվեաթերթիկ։ Ես հետո նայեցի տեսա 18 թվականի գրանցված մարդիկ կային, 19 թվականի, 20 թվականի, 21 թվականի գրանցվածներ կային։ Բան իրանց նա բայց 2006-ի էլ կային, 2005-ի էլ կային, 2013-ի էլ կային։ Պատկերացրու, որ նախորդ իշխանությունների ժամանակ էլ են գրանցվել ինչ որ մարդիկ, բայց ամենամեծ առյուծի բաժինը 18-ից հետոն էր։ Բայց ես սաղիթ հանել եմ։ Հիմա լավ ինչ արեցի։ Հանելու եմ այդ տնից, հա։ Ոնց էս է։ Հիմա տես, քանի որ եղբայրս այստեղ չի ապրում, Մոսկվա բնակ է, եւ երբևէ այստեղ չի ապրել, ուղղակի այդ տունը ձեռք է բերել, իր սեփականությունն է, եւ հիմա բնականաբար երաշխավորագիր է այստեղ ուղարկել, կարգ ուղարկի ասեմ, որովհետեւ թաղայինները հիմնականում գրանցում են այդ մարդկանց այն տների վրա, որտեղ որ հիմնական բնակիչ չկա։ Այո, իրենք բոլորը շատ լավ գիտեն, որ թաղամասում ինչ տներ են ազատ։ Այսա պետք է ասենք, որտեվ մեզ էլ դրսից նայող մեր հայերին այսպես ցուցում տանք, որ իրենք ուշադիր լինեն, եթե Հայաստանում գույք ունեն, ժամանակ ունեն, մի հատ էլ նոտարով թուղթ ուղարկել, վստահով։ Եղբայրս արել է այդ գործընթացի մեջ, ենք հիմա նա ուղարկել է երաշխավորագիր իր զարմիկի անունով, քանի որ ես չէի հնարավորություն չունեի զբաղվածության պատճառով զբաղվելու դրանով, եւ հիմա նա պետք է գնա դիմի եւ ասում է, եթե չեք ուզում ձեր տան վրա մարդ գրանցեք, դուք այնտեղ նշեք, որ սեփականատերը թույլ չի տալիս։ Մեղա։ Այսինքն եթե սեփականատերը տենց մեկ-մեկ հետևից չգնան, ու մուզեն կարող վերել մեր տների վրա գրանցել։ Ու հավանաբար չզեկուցվող նախագծերով բխել է, 20 դեկտեմբերին են արել եւ 26 թվականին, այո, եւ 26 թվականին այտենց լիքը մարդ գրանցվելու է մեր տների վրա եւ գնա ընտրության։ Իհարկե, ովի ռիպետը մեր նախկին գործընկեր Նելին Դավթյան ասում է, որ եթե ՀՀ քաղաքացիություն մարդ ունի, նա արդեն ակամայից կարող է մասնակցել ընտրության եւ այս գրանցվելը եւ չգրանցվելը կապ չունի, բայց մի վարքյան այդ մարդը պիտի գնա ինչ որ միտեղ գրանցվի եւ իմ համար շատ տարօրինակ է այս բազան մարդկային ռեսուրսների բազան։ Ակամայից ես հիշեցի մի պատմություն, որ հետո սրանք այս քո անելու բանն է, դու ակամայից ես հիշեցի մի պատմություն, որ հետո սրանք ասեցին, որ սա fake է, սա սրիկայություն է, քանի որ դրան ես էլ եմ անդրադարձել անձնագրերի, տպագրված անձնագրերի պատմությունը։ Դանելյանի հրապարակած ինֆորմացիան, Գևորգ Դանելյանի, հա, հետո 450,000 հանրային հեռուստատեսություն նույնիսկ մասին ռեպորտաժ էր պատրաստել, որ այս կեղծ տեղեկություններ են տարածում, համեն դեպքում այսպիսի դրսևորումները հիմնավոր կասկածների տեղիք են տալիս, որ ըստ օդում կախված լուրերի Նիկոլ Փաշինյան, քո սիրած արտահայտությունն եմ ասում,